առաքյալներին ասած գետակ եւ բոլոր այն գալիք սերունդները, որը մենք ենք այսօր, ես եւ դու, ասած գնացեք իրանց ասեք, հետ եմ գալու։ Հետ եմ գալու, իմ եկեղեցին տանելու եմ իմ հետ, որ որտեղ որ ես եմ, այնտեղ իմ եկեղեցին լինի, որտեղ չկա ցավ, որտեղ չկա լաց, որտեղ չկա վիշտ, որտեղ չկա վախեր, ասած որտեղ որ ես կլնեմ, իմ եկեղեցիս ինձ հետ կլինի։ Այսօր թշնամին ամեն կերպ մարդկանց պահում է վախերի մեջ։ Ես մի քիչ հուզված եմ այն պատճառով, որովհետև դուք չեք պատկերացնի շաբաթվա մեջ ես որքան շատ մարդկանց հետ եմ խոսում։ Մեկ անգամ Ռոզին ինձ հետ տեղ էինք գնում, համաձայնվեցի, որտեղ ամբողջ ժամանակ ես աղոթների մեջ Տիրոջ հետ եւ մանավանդ ուրբաթ շաբաթ կիրակի օրերը ես չկամ մարդկանց համար, իմ ընտանիքի համար էլ, խեղճ ընտանիքս, մեկը ռանչա գնում, մեկը գնում են գործի, որ ինձ մենակ թողեն, ես կարողանամ աղոթքներով Տիրոջից խոսք առնեմ ու լցնեմ։ Եվ խոսալով մարդկանց հետ այնքան սարսափելի իրավիճակներով են անցնում մարդիկ, այնքան հեշտ է մարդկանց դրսևանց դատելը, ասելը, «Էս ինչ անձը դառը մարդ է, էս ինչ անձը վախկոտ է, էս ինչ անձը սխալ բաներով ապրել, էս ինչի երեխեն էս ինչ բանի մեջ է, այն ինչի երեխեն այն ինչ գենգի մեջ է»։ Բերաններս փակենք, կծենք մեր լեզուները թող ցավա, ավել պակաս չխոսանք, որովհետև ոչ մեկս չգիտենք ինչու են մարդիկ այդ իրավիճակի մեջ հայտնվել։ Դուք մոռանում եք մի բան, մենք մարդիկս իրար հետ չենք պատերազմ, մենք մարդիկս իրար համար ենք։ Մենք պատերազմ ենք իրական թշնամու հետ, որը սատանան է, եւ սատանան այսօր կարողանում է մարդկանց այդ ծուղակների մեջ գցել։ Աստծո ժողովուրդ, ասма մռնչացող առյուծի նման մանա գալի, տեսնի ում կարա բռնի ու հոշոտի եւ ստացվում է նրա մոտ։ Այն ինչ մենք այսօր լսում ու տեսնում ենք, որ մեր շուրջը կատարվում է, սարսափելի է։ Վերջի ժամանակներում Հիսուս ասաց այդ ամենը տեսնելու եք։ Հայտնության գիրքը մենք արդեն ավարտում ենք, 2 chapter-ը մնացել, 9 տարի անթերցում ենք։ Վերջացնում ենք Սուրբ Հոգին մեզ, երբ որ աղոթում եմ, ասում Տեր, որ գիրքը սովորեցնեմ, որ գիրքը սկսենք ընթերցել, Տեր ասում է հետ գնա հայտնություն։ 9 տարի է մենք անընդհատ հայտնություն գիրք ենք սովորում։ Եվ շատ անգամ աղոթում եւ ասում ենք Տեր, ինչու հայտնություն գիրք, Աստծո ժողովուրդ, հայտնության գիրքը իրականանում է, բացվում է մեր աչքերի առջև։ Այն ինչ որ այսօր մենք տենում ենք Իսրայել, այս Պարսկաստան, այս պատերազմը, սա գրված է, սա կատարվում է։ Վերջի իրադարձությունը, որ կլինի այս իրավիճակների մեջ, ամբողջ աշխարհով մեկ ավետարանը քարոզված է, հիշում եք Հիսուսի խոսքերը, ասած երբ որ կտեսնեք ամբողջ ավետարանով մեկ քարոզված բարի լուրը, իմացեք իմ գալը մոտ է, նշաններից մեկն է դա էլ քարոզված է։ Այսօր եկեղեցին հափշտակության հոտը առնում է։ Ես երբ որ նայում եմ social media-ներում, ինձ ավելի շատ գրում են հենց social media-ներով, որ զանգում եմ ու խոսում եմ հետները, ժողովուրդ social media-ներում բոլոր իմ քուրախպետները համարձակ տեղադրում են rapture is near, չեն վախենում ու չեն ամանչում, հափշտակությունը մոտ է, ստեղ նոր անձեր կան, միգուցե մտածեք, ասեք հափշտակություն ինչ է, Հիսուս առաջինը, որ պիտի անի երկրի վրա իրադարձությունը, որ պիտի կատարվի, առաջից իր եկեղեցին առնելու։ Մի օր ագալու, որ ուղակի սենց ակնթարթում մարդիկ են հափշտակվելու։ Եվ մենք անցած մի քանի շաբաթներ առաջ Palm Spring-ում էինք եւ տեսա թե այնտեղ ոնց են մարդկանց փորձում համոզեն, որ շատ շուտով այլ մոլորակայինները մարդկանց են տանելու։ Սա խաբվանք է, ժողովուրդ։ Ոչ մի այլ մոլորակային չկա եւ ոչ մի այլ մոլորակային չի տանելու, դա բոլոր այն մարդիկ են, որ նրանց մեջ դևեր են բնակվում եւ նման ստություններ են սարքում, որպիսի մարդիկ հանկարծ չարտնանան ու հասկանան Հիսուս տարավ իր եկեղեցուն
եկեղեցին հափշտակվելու է եւ այսօր քանց երբևէ ուզում եմ բոլոր անլուրջ հավատացյալներին կոչանեմ լրջացեք իսկապես ապաշխարեցեք ու զղջացեք, որովհետև Հիսուս երկար չի պահին ձեզ իր մեջ, եթե դուք գոլ վիճակում ելնեք, ասած ավելի լավ է սառը լինեք, չիմանաք, քան թե գոլ վիճակում, գոլ վիճակի մարդկանց ասում է դուրս եմ թքելու իմ բերանից, այդպես է գրված, որ մեկը տեք սիրում ձեր սուրճը գոլ խմել, կաստեղ մարդ, որ ինքը եռացնում է և սառուցա մեջը գցում, հա չեմ խոսում սառը հաճելի է, ես խոսում եմ գոլ, չեմ կարծում մեկ այդ գոլ վիճակը սուրճը սիրեն, ոչ տակ, ոչ սառը, մեր տելն չի սիրում իր զավակները գոլ լինեն, կամ տակ եղեք կրակոտ, տիրոջը հետևեք, կամ է գնացեք աշխարհը վայելեք, աշխարհը ասում է, չէ մի կյանք եմ ապրում, ապրեմ ընենց ոնց ուզում եմ, իսկ մենք հոգևորներս ասում ենք, հավիտենություն ենք ապրելու, այս փոքրիկ ժամանակավոր կյանքի մեջ ապրենք ինչպես մեր Տերն է ուզում։ Գիտեք, վերջի ժամանակների նշաններից մեկը լինելու է նաև, որ օրինակ տվեց Հիսուսը, ասեց կլինի այն 5 կույսերը, կներեք 10 կույսերը, 5 կույսը ասում է արթուն էին, ինչու որտև իրենց լապտերները լցված էր յուղով, Սուրբ Հոգով էին լցված, իսկ այն 5-ը հիմար կույսերն էին, ովքեր որ Սուրբ Հոգի չունեին իրանց մեջ, չլինի հանկարծ որևէ մեկս հայտնվենք այդ 5 հիմար կույսերի կարգավիճակում, որտև այդ 5 հիմար կույսերը մնացին երկրի վրա, հարսանիք չմտան, որովհետև յուղը չկար իրանց մեջ, եկեք ձգտենք, այսօր երգերը հրաշալի էին դրեքույրերը, երգերը Սուրբ Հոգու գործի մասին էր, առանց Սուրբ Հոգի ոչինչ չեն կարող անել, իսկ հիմա կխնդրեմ բոլորս բռնվենք և ուշադիր լսենք, որտև այսօրվա այն խոսքը, որ Սուրբ Հոգին դրել է սրտումս, որ փոխանցեմ, շատ հզոր բժշկություն է բերելու մարդկանց մեջ, լսեք ինչ եմ ասում, խոսքն է բժշկողը, եթե դու չշեղվես խոսքից, եթե դու ուշկու միտքդ չլինի որևէ բան դրսում, կենտրոնանաս այս խոսքի վրա, Աստծո խոսքը եկսայրեսուր է, մտնելու է քո սիրտը, քո միտքը և բժշկելու է քեզ, քիչ հետո տարբեր օրինակներով ես կբացեմ այն, ամեն, բայց մինչ դա ասելը, ուզում եմ աշխարհին նաև կոչանել, ովքեր մեզ դիտում են տարբեր տեղերից և գրում են, ապաշխարեք, ինչպես Հովանեսը, ինչպես Հիսուսը, ինչպես առաքյալները, ինչպես աշակերտները, բոլորը քարոզում էին, ապաշխարեք, որովհետև Աստծո թագավորությունը հասել է մեզ, այսօր ես էլ կոչ եմ անում ձեզ, բոլոր մեզ դիտողներ ու կնդիրներ, ապաշխարեք, որովհետև Աստծո արքայությունը շատ մոտ է, Տերը գալիս է, և ժամանակը ծախու առեք յուրաքանչյուրդ, քանի դեռ եկեղեցու դռները բաց են, մտեք ներս, մտեք այն տապանը, որ շուտով փակվելու է դռները, Հիսուսը երբ որ օրինակ տվեց ասաց, եկեղեցու օրերը նմանեցրեց Նոյի օրերին, ուշադիր նայեք ինձ, ինչպես ասես Նոյի օրերում էր, այդպես էլ լինելու է այս օրերում, մեր օրերում, իմ ու քո օրերում, Աստծո ժողովուրդ ինչ կատարվեց Նոյի օրերում, ովքեր Հիսուս էին քարոզում, կարծում էին հիմար են, չէ՞, ով էր քարոզող այդ օրերի, Նոյը, Նոյի համար կարծում էին, թե Նոյը հիմար է, մինչև որ անձրևը եկավ, այն ժամանակ հասկացան, եկեք ապաշխարեք, որպեսզի ուշ չլինի, որ եկեղեցին հափշտակվի, նոր դուք հասկանաք, որ փաստորեն հովիվները, մեր քույր եղբայրները ճիշտ էին խոսում, որ Հիսուս իրական է և նա գալիս է, որովհետև այդ ժամանակ եկեղեցու հափշտակությունից հետո Սուրբ Հոգին երկրի վրա չի լինելու, շատ վատ բարդ իրավիճակներով են անցնելու բոլոր նրանք, ովքեր ուզեն Հիսուսին ընդունեն, այսինքն կյանքի և մահվան հետ են կռիվ տալու, մարդկության մեծամասնությունը այսօր տառապում են
ինքնադատապարտությունով, ուշադիր լսեք, condemnation, մեծամասնությունը մարդկության տառապում է դատապարտությունով, իրենք իրենց դատելով, որն էլ թշնամու ծուղակներից մեկն է պահել մարդկանց այդ գերության մեջ։ Ինքնադատապարտումը մեծ մասամբ առաջանում է հպարտ սրտի կարգավիճակ ունեցող մարդկանց մոտ։ Հիմա յուրաքանչյուրը լսում եք, ոմանքդ իրոք ունեք ձեր մեջ դատապարտում եք դուք ձեզ, բայց մտածում եք, ասում եք, այ մարդ, ես հպարտ չեմ։ Եկեք մենք շուտ չորոշենք մեր սրտի վիճակը, որտեղ մեզանից լավ մեկը կա, որ ինքը ավելի լավ գիտի մեր սրտի վիճակը։ Ինձ իմ սաղ կյանքում թվացել է ես հպարտ չեմ։ Ինձ թվացել է ես շատ հեզ եմ, խոնար եմ, հա, ինձ ա թվացել, բայց երբ որ եկա Աստծուն, երբ որ Աստված ինձ ցույց տվեց իմ սիրտը, ես հասկացա ինձանից հպարտ մարդ երևի չկա, եւ հասկացա, որ ես կանգնած եմ կործանման անդունդին, եթե ես չընդունեմ ու չապաշխարեմ դրա համար եմ ասում, ինքնադատապարտությունը ծնվում է այն մարդկանց մեջ, ովքեր ունեն հպարտ սրտեր, ովքեր վախենում են սխալվելուց, կան ստեղ մարդիկ, եկեք քննենք մենք մեզ, եկեք ազատ ըլնենք, ձեզ ոչ ոք չի դիտում, ինձ են դիտում, ես է ձեռ եմ բարձրացնում, սաղ ինձ են մենակ նայում, դուք ազատ եք, ստեղ ոչ մի բան, ժողովուրդ, ոչ մեկը չեք նկարվում, ովքեր են ստեղ վախենում սխալվելուց, ովքեր են ստեղ վախենում սայթակելուց, ովքեր են ստեղ վախենում ձախողումներից, ովքեր են վախենում մեղ գործելուց, հիմա հասկացաք ինչ սրտի վիճակ է մեր մոտ։ Հիշեք, հպարտությունից է ծնվում բոլոր մնացած ճանապարհները եւ այդ ճյուղերը։ Հպարտությունը ամենասարսափելի զզվելի մեղքն է Աստծո առաջ։ Ամեն մեղքեր Աստված օգնում է մեզ դուրս գանք դրա մեջից, բայց հպարտությունը մի հատ մեղքն է, որ մարդը երբ որ հպարտ է, իրան մեղավոր չի տեսնում, կամ էլ այնքան շատ է տեսնում, որ ոչ նրա մեջից կարա ելնի, ոչ նրա մեջից կարա ելնի, ծայրահեղությունից ծայրահեղություն է հպարտությունը մարդուն տանում, հպարտ մարդն է, որ վախենում է հանկարծ մեկը չտենա ինքը սխալվեց, սայթակեց, հանկարծ ցախողվեց որևէ բանի մեջ, սուս մնացեք մարդ չիմանա, հպարտ մարդն է այդպես, եւ ինքնադատապարտությունը դրանցից մեկն է, որ մարդուն կամանց համոզեցնում եմ ձեզ, Աստծուց կամանց կհեռացնի քեզ, ինչի պատճառով, ամոթի պատճառով, կտանի մենակյաց կյանքի, որտեղ կհրաժարվես մարդկանց հետ շատ շփումը, կուզես միշտ մենակնես, որ մարդ ես, հանկարծ չսայթակես, սխալ թույլ չտաս մարդիկ վրա ծիծաղան, որտեղ կարևոր է քո համար քո հեղինակությունը։ Այդպես ինքը իրեն դատապարտելով մարդը, ով որ այս կարգավիճակում է, ընկնում է դիպրեսիայի մեջ եւ այդտեղից ծնվում են anxiety-ներ, panic attack-ներ եւ մնացած հիվանդությունները։ Թույլ տվեք մի պատմություն պատմեմ։ Մի երիտասարդ տղայի հրավիրում են եկեղեցի եւ համաձայնվում է, գալիս է եկեղեցի եւ եկեղեցում փառաբանությանն է մասնակցում, հովիվը քարոզն է տալիս, քարոզն է լսում եւ շատ է սիրում։ Ծառայության վերջում մոտենում է հովիվին եւ ասում է. Հովիվ ջան, ասում է, շատ սիրեցի ծառայությունը, բայց կարող եմ ձեզ մի հարց տալ։ Եվ հովիվը ասում է, անշուշտ, հարցրու։ Եվ նրան ասում է, հովիվ ջան, ասում է, շատ եմ սիրել եկեղեցին, ուզում եմ այցելել եկեղեցի, բայց մի հարց տամ քեզ։ Կլինի, որ եկեղեցի այցելեմ, բայց եկեղեցուց հետո drug օգտագործեմ, որտեղ ես կապվածություն ունեմ։ Եվ հովիվը ուշադիր լսելով նրան ասում է, այո։ Երիտասարդը շփոթվում է, ասում է, հովիվ ջան, ինձ թվում է ինձ ճիշտ չհասկացաք, մեկ անգամ էլի հարցումս կրկնեմ։ Ես եկեղեցի գամ, քարոզները լսեմ, փառաբանությանը մասնակցեմ, սիրել եմ եկեղեցին, բայց եկեղեցուց հետո drug օգտագործեմ, որովհետև կապվածություն ունեմ։ Դարձյալ հովիվը նայում է երիտասարդին եւ ասում է, այո։ Երիտասարդը մի տեսակ շփոթված, վրդոված ասում է,
Հովիվ ջան, երևի ինձ ճիշտ չհասկացաք, մեկ անգամ էլի։ Եկեղեցի գամ, բայց հետո գնամ drug օգտագործեմ, կարելի է։ Հովիվ ասում է, այո, կարելի է։ Երիտասարդը ուրախացած շուռա գալի իրեն բերողին, ասում է, «Ես լավ եկեղեցի է, ոչ մի դատապարտություն չկա, ես անպայման այս եկեղեցին կայցելեմ»։ Եվ այդ պահին Հովիվը երիտասարդին ասում է, «Տղա ջան, 3 հատ հարց տվեցիր, պատասխանեցի, թույլ կտաս մի հատ հարցել ես քեզ տամ»։ Եվ տղան երիտասարդը ասում է, «Անշուշտ հարցրեք»։ Ասում է, «Երբ որ դու, անձամբ դու, երբ որ ցնցուղ ես ընդունում կամ մտնում ես լողանալու, մաքրվում ես սկզբից, մարմինդ մաքրում ես ջրով, նոր ես մտնում լողանալու»։ Երիտասարդը ծիծաղալով ասում է, «Ոչ»։ Ասում է, «Ուշադիր լսիր»։ Իհարկե ասում է, որ մտնում եմ լողանալու, որպեսզի մաքրվեմ, ոնց կլի մաքրվեմ, նոր մտնեմ լողանալու։ Եվ Հովիվը պատասխանում է նրան ասելով, այդպես էլ եկեղեցի այցելելն է։ Եկեղեցի այցելում են կեղտոտվածները, մեղավորները, հիվանդները, որպեսզի սրբվեն, արդարանան եւ բժշկվեն։ Եկեք մի պահ հասկանանք այս պատմության հայեցակարգը, եկեք իմաստը հասկանանք սրա։ Մարդկության մեծամասնությունը, դու գիտեք, ես շատ մարդկանց հետ եմ դիլանում, շատ մարդիկ են ինձ գրում, զանգում, հանդիպում, մենք քարոզչություն ենք անում։ Եվ շատ մարդկանց, երբ որ ես քարոզում եմ բարի լուրը, որ ապաշխարեք, եկեք եկեղեցի, մեր հասցեն ենք տալի։ Առաջի բանը, որ մարդկանցից լսում եմ, Հովիվ ջան, մի հատ էսինչ մեղքս թողեմ կգամ եկեղեցի։ Մի անգամ մի երիտասարդ տղա, ես ու Արմանն էինք, ասացի, աղբերս արի եկեղեցի, ասաց, Հովիվ ջան, մի քիչ քարտերի գործ եմ անում։ Սա իրական դեպք է, ես ձեզ պարզ ասում եմ, մի քիչ քարտերի գործ եմ անում։ Վերջացնեմ այս քարտերից գործը, անպայման կգամ եկեղեցի, ասի, տղա ջան, մինչև այդ քարտերից գործը վերջացնես, էլ արդեն մենք երկնքում կլինենք, որտեղ այնքան մոտ է Տիրոջ գալը։ Դու արի եկեղեցի, թող Աստված այդ ամեն ինչը վերջացնի քո մոտ։ Այսինքն մարդկությունը խաբված է, որ ես պիտի մեղքից ազատվեմ, սխալ գործերից ազատվեմ, ես ինքս ինչ շտկեմ, մաքրեմ, սրբեմ, նոր մտնեմ այնտեղ, որտեղ հիվանդանոց է։ Տենց բան չի կարող լինի։ Դու գալիս ես այնպես, ինչպիսին դու կաս, մեղքերով։ Գիտեք, եկեք մի պահ, բայց սա մեզ չի տալիս լայսենս, որ ինչպես գանք տենց մնանք, տենց բան չկա, սա խաբվանք է, սա սուտ շնորհք է։ Թույլ տվեք բացատրեմ։ Եկեք մի պահ նայենք ովքեր էին Հիսուսին հետևում։ Ավելի ճիշտ ասեմ, ում Հիսուս ինչ տեսակի մարդկանց էր ասում, ինձ հետևեք։ Առաջին եկեք նայենք Պետրոսին։ Երբ որ նա Պետրոսին մոտեցավ, կհիշեք, ձկնորսություններ անում, չհաջողվեց մոտը, Հիսուս ասաց, արի մի հատ էլ իրար հետ գնանք, հետո այնտեղ երբ կարտը գցեց, ասում այնքան ձկներ բռնեց, որ արդեն նավը խորտակվում էր, այնքան լցրեց։ Հիմա ուշադիր նայեք։ Պետրոսը հենց հասկացավ, որ սա Աստծո որդին է, անմիջապես առաջի արձագանքը հենց այս մարդկանց պես էր. Հիսուս, ինձանից հեռու գնա, ես մեղավոր մարդ եմ, դու իմ հետ գործ չունես, դու չգիտես ես ինչ մեղքեր եմ գործել ու գործում։ Հիսուս նրան ինչ ասաց. Պետրոս, այսուհետև դու մարդկանց որսորդ ես դառնալու, ոչ թե ձկների։ Դու կտեսնես ես քո հետ ինչ եմ անելու։ Եվ ինչ կատարվեց, Պետրոսին ասեց, թող ամեն բան ու ինձ հետևի։ Հիմա նայեք, Պետրոսը մի մեղավոր մարդ իր բերանով է ասել։ Մենք նայում ենք Մատթեոսին, Մատթեոսն էր, չէ՞ Մաքսավորը։ Ինչ ասաց, ով էր նա, խաբեպա, փող էր աշխատում մարդկանց վրա թաքսեր չայջանելով, այսինքն խաբելով փող էր աշխատում։ Հիսուսը նայեց նրան աչքերով, հետևից սարի, որ նայում ես, ասում ես, ախր հեչ չի սազում Աստծո որդու կողքը Պետրոս ու Մատթեոս լինեն։ Լավ, այդ ամեն ինչը մի կողմ դնենք հələ սրանք ասենք տղամարդ են։ Անառակ մարմնավաճառ մի կին, Մարիամ Մագդաղենացին,
ով вообще ընդհանրապես արժան չի Հիսուսի կողքը կանգնի, այդ ամեն ինչի հետ միասին է դևեր ունի մեջը, դարավ Հիսուսի աշակերտը, առաջի քարոզողը, որ Հիսուսը հարություն առել։ Այսինքն Հիսուսը կարար չէ մի պահ մտածել, տղեկ նենց արեք, ես Մայրամը թող մի քիչ մեզնից հեռու քայլի, հանկարծ մեր անունը չընկնի, որ սենց անառակ կինա մեր հետ քայլում։ Հիսուսին մեղադրում էին, միշտ մեղավորների հետ է սեղան նստում, միշտ մեղավորների հետ է քայլում, որովհետև չեն հասկանում, որ Հիսուսը եկել էր մեղավորների համար։ Հիսուսը չէր եկել նրանց համար, որ իրանց կատարյալ ու լավ էին տենում։ Հիսուսը եկել էր մեղավորների համար, որպեսզի փրկի մեղավորներին, որպեսզի փրկի հիվանդներին։ Հիսուսի ողջ նպատակը խաչին գնալը մարդկության մեղքերի համար գինը վճարելն էր։ Հիսուսի հետ քայլողները մեկը մեկից մեղավորներ են եղել, բայց եկեք ստեղ գեղեցկությունը տեսնենք։ Այս ամենը Հիսուսի հետ քայլում էին, մեկը չէր դատապարտվում իր մեջ։ Չէր ինքը մտածում, որ այ ես մեղավորը սենց զզվելի մարդ Հիսուսին եմ հետևում, ինքը իրան դատապարտվել։ Հիսուսը կատարյալ սեր էր, դրա համար իր աշակերտները իր մոտ ապահովություն էին գտնում։ Իսկ այսօր այնքան քարոզիչներ կան, որ եթե դու չմաքրվես Հիսուսը ասակա, մեր Հիսուսը դաժան Աստված չի, մեր Հիսուսը սիրո Աստվածն է։ Եթե դու կենտրոնանաս քո մեղքերիդ ու թերություններիդ վրա, դու չես մաքրվելու ու սրբվելու։ Բայց եթե դու կենտրոնանաս իր սիրո վրա, մի օր հետ կնայես ու կտենաս դու չես։ Գնալով դու նմանվում ես Հիսուսին, որովհետև իր հետ ես քայլում։ Աշխարհը ոնց է ասում, ասա անկերը տովա, ասեմ դու ով ես, հա։ Ասում են ում հետ մենք, ես շատ եմ ասել, տղերքիս մանավանդ, զգուշ եղեք ում հետ եք շփվում, որովհետև կնմանվեք իրար, որովհետև անդադ հետ էին վիճում, մամ դու չգիտես մեզ, ասում էի զգուշ եղեք ում հետ եք շփվում, որովհետև ինստինկտիան չուզեք է ձեր վարքագծերը սկսելու է նմանվել, որովհետև ում հետ շփվես դրան նմանվում ես։ Հիմա առողջ մրգերի մեջ մի հատ փչացած միրգ դիր, դու նայ մի քանի ժամանակ հետո, մի քանի օրվա մեջ ոնց է բոլոր մրգերը փչացնում։ Մանավանդ փչացածը շատ շուտ է փչացնում, բայց հենց ստեղ նայեք, Հիսուսը մտավ կեղտոտների մեջ եւ ինքը վարակեց մաքրություն։ Հիմա դու ոնց կաս այդպես գալիս ես եկեղեցի մեղավոր։ Մենք ոնց ենք եկել եկեղեցի, էլ շատ չխոսամ, դուք բոլորդ գիտեք ոնց ենք եկել։ Կարիք չունեմ մանրանամ, որտեվ բոլոր քարոզներս երբ որ դնեք, լսեք կտենաք։ Սաղ տեղերը մեր վկայությունն է։ Սաղ տեղերը վկայում ենք ինչ զզվելի իրավիճակում ենք եկել։ Անցած օրը քուրերից մեկին ինձ ասում է, մեկին հրավիրում էի եկեղեցի, ասեց Արմաննա քարոզիչը, ասել է ես կյանքիս մեջ չեմ պատկերացնի, կներեք հովիվը, կյանքիս մեջ չեմ պատկերացնի Արմանո հովիվը։ Մի բան կա, ասել է մի բան կա, Հիսուս կա։ Արի մի անգամ կտեսնես, չեն հավատացել, որ կարա աշխարհում այտենց ճանաչված, սիրված մի տղա այսօր թողի ամեն փառք ու Հիսուսին հետևի։ Ստեղ իմաստություն է պետք։ Ստեղ իմաստություն է պետք։ Մարդկային խելացիություն, իմաստություն, որ դու հասկանաս, որ քո փառքից ավելի մեծ փառք կա, որը ինքն է։ Գնամ ու իրան հետևեմ ու փառքը տամ իրան, ոչ թե ինձ։ Աստծո ժողովուրդ, մենք պետք է պատրաստ լինենք, ոնց կանք ընդունում ատերը, բայց պետք է պատրաստ լինենք փոխվելու։ Առաջի քայլերը պետք է լինի սրանք։ Հավատալ, որ Հիսուս Աստծո որդի է, քեզ համար է խաչվել, որ փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է։ Խոստովանել քո մեղքերը, քո մեղավոր լինելը, զղջալ եւ ապաշխարել։ Այսինքն Հիսուս ասում ամեն ժամանակ կանգնած եմ յուրաքանչյուր մարդու սրտի մոտ եւ թագում ատերը։ Ով որ լսեց ու բացեց իր սրտի դուռը ու թողեց, որ Հիսուս ներս գա ու իր մեջ բնակվի, այդ մարդը ամենաապահով մարդն է կյանքում։
Երբ որ մենք խոստովանում եւ ապաշխարում ենք, այդ ժամանակ վերստին ծնվում ենք Սուրբ Հոգուց։ Հիմա ձեզ ասեմ, որտեղ է սկսում փոփոխությունը։ Այդ ժամանակ Սուրբ Հոգին քո մեջ բնակվելով քեզ կսկսի փոխել։ Ինստինկտյան քո մեջ բաներ կփոխվի, որ դու էլ չես հասկանա ոնց։ Այն ինչ իմ համար աշխարհում հաճելի էր, ես ստեղ եմ մեծացել։ Ես Հայաստանի շատ փոքր եմ եկել տարիքով։ Ես ստեղ մեծացած եմ։ Ես նույնիսկ հայերեն նորմալ բառապաշարով չէի կարող խոսել ու քարոզել։ Այս այն ինչ հիմա ես անում եմ, ես չեմ Սուրբ Հոգին անում իմ միջոցով։ Ես չեմ կարող ասել իմ մամասը ինձ սովորացել, իմ դասատունային, ես ոչ մեկ էլ ինձ չի սովորացել, ինձ սովորացնողը մեկն է եղել, եւ դա Սուրբ Հոգին է, եւ եթե մենք Սուրբ Հոգին թույլ տանք լինի մեր միակ ուսուցիչը, Սուրբ Հոգին թույլ չի տա երբեք մենք աման չենք։ Գիտեք, սկզբից որ նոր էի ելել քարոզում, բառեր էի ասում ծուռումուռ, հետո իջնում էի այն որ կան այն դատողները, այս բառը սխալ ասեցիր, այս բառն է սխալ ասել, մի քանի բառ հիշում եմ, որ ասում էին նորեկներ, նոր եկ էի ասում, հանդիմանում էին, կամ մյուս էի ասում, թե մույս, հանդիմանում էին, մույս չի, մյուսա, ասում էի ինձ մի խանգարեք, էլի բեմի ներքևից այդ աչքերները չռած ինձ մի նայեք, որ սխալ եմ խոսում, թող խոսամ, Տերը կշտկի, կսարքի ինձի, թողեք թող խոսամ, այդ ժամանակ էի հենց ասեմ ձեզ անցնում ես դատապարտությունով, որտեղ մարդիկ ինձ բավական էին, ամեն օր սենց փետը առած հետևից եկա, էսի սխալ է, բայց ձեզ ասեմ, մի անգամ ինձի Տերը չի հանդիմանել իմ սայթակումների համար, խոսքի մեջ կամ քարոզների, Տերը միշտ առնում է dirty glass ու դրանց միջոցով սկսում է գործել։ Վերջում մարդիկ ինչ են տենում, որ այն ամենատկարին կարա առնի ու նեն ցանի, որ բոլոր նրանք իրանցից որ մի բան են կարծում, ամաչեցնի։ Այսօր ինչ կարգավիճակում որ դու կաս, կապ չունի Տիրոջ համար։ Քո խնդիրները ավելի մեծ չի։ Տիրոջ սերը ավելի մեծ է, կարա ծածկի այդ քո խնդիրներն ու քո ամեն թերություններն ու տկարությունները, ամեն։ Սուրբ Հոգին է քեզ մեղքի ստրկությունից ազատագրում։ Իհարկե, սրա մեջ պահանջվում է քո համաձայնությունը եւ քո խոնարհությունը։ Եթե Պետրոսը ասեր չեմ գալի ու վերջ, ֆռար ու գնար, ինքն էր կորցնում։ Բայց Պետրոսը լինելով համառ բնավորության տեր խոնարհվեց, թողեց ու գնաց Հիսուսի հետևից։ Խի Հիսուսը չգիտեր, որ մի որոշ ժամանակ հետո այդ նույն Պետրոսը իրան 3 անգամ ուրանալու է, գիտեր, բայց Հիսուսին չէր խանգարում Պետրոսի թերություններն ու ձախողումները։ Հիսուսին մեկ բան էր պետք, սիրտ, որ կգնար իր հետևից։ Այսօր մեր սրտերն անան, գիտես մարդը նայում է դրսևանց, Այս ինչ հոգևոր կլինի, դրա մազերի գույնը, մեյքափը, տեսքը, հագնվածը, մի քիչ շատ մոդայիկ է հոգևորի համար։ Մարդը նայում է դուրսը, Աստված մտնում է ներսը, ու նայում է սրտի վիճակին։ Այսօր ես ունեմ հոմլես ընկերներ։ Հիմա կասեն, ես իսկական նորմալ չի ես հովիվը։ Ես ունեմ ընկերներ հոմլես, որ ես գնում կանգնում իրանց հետ Հիսուս եմ խոսում, հələ ասեմ ձեզ ավելին, իրանք ինձ ավելի են կերակրում Աստծո խոսքով։ Ու հավատացնում եմ ձեզ, ես վայելում եմ իրանց ներկայությունը, ինչու որտև Աստծո մարդ են, ինչ չի հետաքրքրում իրանց թափառական են, թե հարուստ են, ունեն, չունեն, ինձ բացարձակ չի հետաքրքրում, ինձ մի բան է հետաքրքրում, դու հարուստ ես իմ համար այն ժամանակ, եթե դու Հիսուս ունես քո մեջ, իսկ եթե Հիսուս քո մեջ է, հələ եկեք նայենք Հովանեսի կյանքը, եկեք նայենք Հովանեսի կյանքը, ասում եմ մորեխ էր ուտում մեղրով, հələ մի հատ պատկերացեք էլ ընդհանրապես երբ որ մենք սնվում ենք, սնունդը կապ ունի, չէ, մարդու ընդհանրապես ինքը մեղրով մորեխը մեղրի մեջ մացանում ու ուտում էր, հիմա ատենց բան մեկը մեր կողք կանի, մենք 1000 մետր են կոմ կթռնենք, ինքը Աստծո մարդ էր, ինքն էր ճանապարհը հարթում, պատրաստում, ինչ եմ փորձում ասեմ, բավական է մնանք տկար ու տգետ,
Եկեք ամեն բան հոգով նայենք։ Աստված կարա են ամենաանարժանին օգտագործի իր փառքի համար։ Ոչ ոքի մի դատեք, եթե չդատեք, դուք էլ չեք դատվի։ Եթե չդատեք, այդ դատապարտությունն է ձեր մեջ չի գա։ Ժողովուրդ, մեր Աստված կատարյալ սեր է։ Իսկ եթե մենք տեսնում ենք մարդիկ կան, որ շարունակաբար եկեղեցի այցելելով բան չի փոխվում իրանց կյանքում, նույն չար ցանկություններն ամնում մեջները, չար վարքերը, չար բնավորության գծերը, խնդիրը ոչ եկեղեցին է, ոչ էլ հովիվն է։ Եկեք սենց նայենք, ամենալավ հովիվը Հուդան ուներ։ Հուդան ուներ ամենալավ հովիվը, մի հատ թերություն չուներ, որը Հիսուսն էր հովիվը։ Բայց Հուդան դավաճանեց իր հովիվին, 30 արծաթի համար վաճառեց իր հովիվին, ինչա հարստանա։ Խնդիրը մարդը չի, խնդիրը մեր մեջ է, եթե մենք չենք փոխվում, ուրեմն մենք հնազանդ չենք Սուրբ Հոգու ձայնին, Սուրբ Հոգու խոսքին հնազանդ չենք։ Բայց այսօր ուզում եմ յուրաքանչյուրս Աստծո ժողովուրդ կենտրոնանանք շատ լուրջ թեմայի շուրջ, որովհետև Սուրբ Հոգին ինձ ցույց է տալիս շատերը Տիրոջ տան մեջ նստած են, բայց ինքնադատապարտում կա իրանց մեջ, խաղաղություն չունեն։ Եվ ուզում եմ հենց խոսեմ այդ մասին եւ հաստատեմ, որպեսզի ազատվեք, բժշկվեք։ Այսօր ձեր կարծիքով ինչու են շատերը դեղերի վրա։ Երիտասարդ աղջիկներ, երիտասարդ տղաներ, ինչու են դեղեր խմում իրենց անջատում, ինչու, որովհետև դատապարտում են իրանց, որ ես արժան չեմ, ես լավը չեմ, ես սայթակում եմ, ես անդադ սխալ եմ անում, լավ ես անում, ոչինչ, Հիսուս ասում է անկի, ես քեզ կբարձրացնեմ։ Նայեք, Հռոմեացիս 8:1 համար Պողոս Առաքյալը ասում է, ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես, որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի եւ մահի օրենքից։ Սրանից հրաշալի խոստում չկա։ Ասում է, եթե դու Հիսուսին Տեր ու Փրկիչ ես ընդունում, եթե դու ապաշխարում ու վերստին ծնվում ես, քո համար դատապարտություն չկա։ Ումից եք ուզում ես խոսքը լսեք, ես ձեզ խոստանում եմ, եթե գնաք բժիշկի եւ բժիշկը ես խոսքերը ձեզ ասի, դուք շատ լուրջ կընդունեք դա։ Այն մարդ հովիվ Աստծո մարդը ասում է, ընդունեք, Տերը խոսում է իր բերանից, ընդունեք, սա Տիրոջ խոսքն է, խոստում է սա բոլոր մարդկությանը, եթե դու Քրիստոս Հիսուս ես հագել, քո համար դատապարտություն չկա։ Անցած շաբաթ այնտեղ եկեղեցով fellowship օրեր, խնդրում եմ ուշադիր լսեք, լավ։ Fellowship օրեր եկեղեցին մեկտեղ էինք հավաքվել, միասին հաց էինք ուտում, զրուցում էինք Աստծո խոսքի շուրջ եւ չգիտես որտեղից որտեղ բացվեց մեղքի թեման եւ սկսեցինք զրուցել, թե ինչպես կարողանա մարդը ազատվել էլի լիովին մեղքից, որտեւ ինչ ուզում ես արա միշտ գալիս է, չէ, Աստծո խոսքը ինչ ասում, ասում մեղքը դռանը տառչև պարկած է։ Ամեն ժամանակ ուզում է քեզ ունենա, մինչև մեր վերջի շունչը նա փորձելու է դա անի։ Հիմա այս թեման էինք խոսում եւ մտածում էինք եւ անմիջապես մեր Մարիամ քույրը շատ գեղեցիկ իմաստուն պատասխան տվեց քուրս, ասաց, ժողովուրդ, եկեք չկենտրոնանանք մեղքի վրա, եկեք կենտրոնանանք հոգով լցվելու վրա, եթե մենք հոգով լցվենք, մեղք չենք գործի, որովհետեւ ասում է, ով իրենից վերստին ծնված, այսինքն ով հոգու մեջ է ապրում, ինչ մեղք չի գործում։ Հիմա նայեք։ Գաղատացիս 5:11-ը հաստատեց այդ խոսքերը քրոջ, բայց ասում եմ, Պողոս Առաքյալն ասում, հոգով գնացեք, այսինքն Սուրբ Հոգով առաջնորդվեք ամեն ժամանակ, մարմնի ցանկությունը չեք կատարի, որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմինին հակառակ եւ սրանք իրար հակառակ են, այսինքն Պողոս Առաքյալը ստեղ պարզ ասում է, դատապարտությունը գալիս է եւ դու ինքդ չես կարողանում քո մեղքի հարցը լուծես, քո թերությունները, ձախողումների հարցը լուծես, դատապարտությունը այդ ժամանակա գալի, որ էլի տեսար նույն մեղքը էլի գործեցի, 2 ժամ առաջ ապաշխարե զղջացել է, հիմա էլի նույն մեղքը գործեցի։ Պողոս Առաքյալը բացատրում է, որ միշտ իմանաք մարմինը հոգուն թշնամի է,
Մարմինը հոգու թշնամին է, որքան դու հոգով առաջնորդվես, քո մարմինը միշտ փորձելու է գա եւ ճնշի եւ հետ իր մարմնային ցանկությունները քեզ առաջարկի։ Իսկ ո՞նց ենք հաղթում։ Դրա համար ասում եմ հոգով առաջնորդվեք եւ կտեսնեք մարմնի ցանկության հետաքրքրությունը կամած կհեռանա ձեզանից։ Փաստոր Արմանը, որ այդքան սիրում էր խմելը, չէ՞։ Սա ժողովուրդը էլի սենց ինձի նայեցին, մեկ ինձ ասում են անհնարին է, մեր փաստորը չի խմել։ Լավ, լսեք, լավ, ես եմ խմել։ Մեկ այ երկուսս մեկ մարմին եք, եկեք ասենք ես եմ խմել, ինքը խմելա, ես եմ հարբել։ Նայեք, Փաստոր Արմանը սիրում էր խմելու, ես ձեզ վստահեցնում եմ, այդ խմելը նորմալ խմել չէր, չէ՞։ Այդ ցանկությունը իր մեջ շատ հզոր էր։ Մարդը ավելի հեշտ դրագից է ազատվում, քան թե խմելուց։ Այդ ո՞նց եղավ, որ եկեղեցի սկսեց այցելել ու սկսեց ատել խմիչքը։ Ո՞նց եղավ։ Այդքան տարիներ ես այնտեղ լացում եմ, գոռում եմ, մազերս եմ պոկում, հերիքա, ինքը ավելի է անում։ Ասում եմ, ինչքան ասես, այնքան ավելի եմ խմելու։ Մեկ է հանկարծ Սուրբ Հոգին է ասում։ Մեկ է Արմանս մի առավոտ արթնանում է, ոնց որ լրիվ ուրիշ մարդ կողքս։ Գնա ինչքան խմիչք կա մեր տան մեջ, հենա իր առջև եմ ասում, լրիվը թափի։ Եթե դուք տենայիք ես այդ խմիչքները ոնց էի թափում, մեր հարևանները կարծեցին ես հոգեկան հիվանդ եմ, որովհետև քեֆով, պարելով էի թափում ու ասում էի սատանա դու պարտվեցիր, Աստծո ժողովուրդ, անեց մեջդ մեղքի ցանկությունը, այսպես կփոխի, shift կանի, ատելություն քո մեջ կդնի մեղքի նկատմամբ, որ դու էլ մի պահ կանգնես, գլուխդ կպտտվի, կասես, Տեր, բայց ո՞նց, Սուրբ Հոգին կարա, եթե դու խոնարհվես իրան, Սուրբ Հոգին անեց կմաքրի քո մեջդ, անեց կնորոգի քո միտքդ, Աստծո ժողովուրդ, հիմա կասեք քարոզը տվեց, վերջում վերնագիր ասում, հա, վերջում եմ տալի վերնագիրը, իմ մոտ միշտ հակառակ ամեն ինչ գործում, բայց իմացեք, դա գեղեցկություն կա դրա մեջ, հետո կհասկանաք ինձ երկնքում, քարոզի վերնագիրը, դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, եկեք փառք տանք, մի պահ կուզեմ յուրաքանչյուրս թողես խոսքերը սինկին ընի մեր մեջ, նստի մեր մեջ, մեր մտքի մեջ, մի քեզ շատ խիստ դատիր, Հիսուս ներում է, Հիսուս սիրում է քեզ, մի քո հետ դու խիստ եղիր, դա Աստծուց չի, դա թշնամին է, հիշեք կարևոր բան, Աստված գիլտ չի բերում, այտենց բան գոյություն չունի, ամբողջ ավետարանը ընթերցիր, Աստված գիլտ չի բերում, գիլտը ծնվում է սատանայից, Հիսուսը աշխարհ չի եկել դատելու, պատժելու, դժոխք ուղարկելու համար, դա իր նպատակը չէր, մարդիկ Հիսուսին սարքել են մի հատ վախենալու Աստված, մեր Աստված եկել է փրկելու, մեր Աստված եկել է բժշկելու, մեր Աստված եկել է լինելու մեր մտերիմ ընկերը, մեր Աստված եկել է լինելու մեր հարազատը, որը երբեք ու երբեք մեզ չի ուրանա, ասում է ոչ քո մեղքերը, ոչ քո տկարություն, լսեք մեր մեղքի գինը վճարվել է։ 2000 տարի առաջ խաչի վրա Հիսուս վճարեց մեր ամոթի համար, մեր մեղքերը, դա կլինի շնություն, գողություն, անարգանք, որևէ մեղք, սաղ վճարել է Հիսուս, քեզ մնում է մի բան, աչքերը չչռես ու նայես քո մեղքերին, այլ հակառակը, աչքերը դեպի Հիսուս ու մենակ նրա սիրուն, եթե քո մեջ լծվի Աստծո սերը, դու հաղթել ես քո մեղքերին, էլ մի նայ մարմնի տկարություն, այս մարմինը մնալու է աստեղ, այս մարմինը թողելու ենք մենք, մարմինը չի գնալու երկինք, դա համար մարմինը անդադ քեզ կդավաճանի ու անդադ կուզի մեղք գործել, բայց քո հոգիդ ուղիղ պահի, հոգով կպի Տիրոջը, հոգով քայլի, հոգով ճնշի մարմինդ, ամեն, Հիսուս եկել է մեզ փրկի, օգնի և պաշտպանի, որպեսզի դրախտ, հավիտենական Աստծո թագավորություն հասցնի մեզ, եթե Հիսուս իմանար մենք մեզանով կարող ենք հոգևոր կյանք ապրել, այսի բոլոր նրանց համար ովքեր
սայթակում են ու մի 2 շաբաթ եկեղեցի չեն գալի, ասում են մի հատ մաքրվեմ, որ նոր մտնեմ Աստծո տուն։ Գնա տենեմ ոնց ես մաքրվելու։ Նման բան գոյություն չունի։ Հոգով կյանք ապրենք։ Եթե Հիսուս իմանար մենք մեր մեղքերի հարցը կարայինք, որոշ չափով լուծեինք, ձեր կարծիքով նա հորը կաղաչեր, իրա գնալուց հետո կասեր գնում եմ հորս աղաչեմ, որ Սուրբ Հոգին ուղարկի։ Էլի մեզ մենակ չթողեց։ Ինքը գնաց չասեց լավ բավական է, դե հիմա սկսեք ոնց սովորացել եմ ապրել, չէ, ասեց հորս կաղաչեմ, մխիթարիչը Սուրբ Հոգին կուղարկի, Սուրբ Հոգին ձեզ կառաջնորդի, կխրատի, կսովորեցնի, մեղք ես գործում, գիլթ ա գալի թշնամուց, հենց այդ պայն ծնկի արի ու ասա Տեր ների մեղքերս, Տեր խնդրում եմ մաքրիր ինձ, գիտես էլի սայթակեցի, Աստծո ժողովուրդ, Տերը գիտի որ պիտի ընկնենք, Տերը գիտի որ պիտի սայթակենք ու մեղքեր գործենք, բայց մի թողեք ձեր մեջ դատապարտություն գա, որ ես արժան չեմ, դու արժան ես, այնքան արժան ես, որ Հիսուս քո համար խաչվեց, քո մեղքերը առավ ամբողջ իրա վրա, այլևս չեն ասում, Ռոզի մեղքերներ, գողություն, ստություն, գնաց, ամբողջ այդ մեղքի պատիժը Հիսուսի վրա տեսան, Ռոզին արդարացավ մաքուր մարդ, իսկ Հիսուսը իր վրա առավ ողջ մարդկության մեղքը։ Այսօր երբ որ մենք կասկածում ենք Տիրոջ ներողամտության վրա, մենք կասկածում ենք իր արած սուրբ գործի վրա, եւ դա հենց իսկապես անարգանքա մեր Տիրոջը։ Բավական է մենք մեզ դատապարտենք, լավ։ Եկեք մեր ձեռքերը դեպի երկինք անենք ու պարզապես ասենք շնորհակալ եմ Տեր։ Շնորհակալ եմ Տեր, որովհետև Տերը իրոք փրկում է, Տերը մաքրում է եւ սրբում է։ Բավական է ինքներդ ձեզ դատեք, Աստծո ժողովուրդ։ Երբ մարդը լիովին հասկանա Աստծո շնորհքը, սերը, ներողամտությունը, երբեք ինքը իրեն չի դատի։ Ես մի օրինակ եմ տալու, սա իմ օրինակն է, բոլոր նրանք, ովքեր որ շատ ծանր են տանում Փաստոր Արմանի օրինակը, շնչեք, իմ օրինակն եմ տալիս։ Ժողովուրդ, մոտ 7-8 տարի իմ ծառայության սկզբի տարիները, որ նոր պիտի սկսեի ծառայել, ես ինքս պայքարել եմ ամենամեծ վտանգի դեմ, որը ինքնադատապարտությունն էր։ Ասում էի Տեր, էսի եկել այ մեջ ու դու ուզում ես ես հելնեմ, քարոզեմ, եկեղեցի առաջնորդեմ, ոնց կարա սա լինի, բայց Տերը խոսում էր եւ ասում էր պիտի առաջնորդես։ Եվ ասեմ ձեզ, էսի հոգեվոր կյանքի մեջ է էսի կատարվել իմ հետ։ Դրա համար ես շատ լավ գիտեմ, երբ որ մարդկանց նայում եմ ու խոսում եմ, ես շատ լավ գիտեմ ով ինչ իրավիճակով անցնում։ Եվ այսօր Սուրբ Հոգին ինձ առաջնորդեց, կարճ ձևով միշտ տվել եմ այս օրինակը, բայց այսօր առաջնորդեց, որ բացվիր եւ անկեղծացիր ու տուր քո օրինակը, սա շատերի բժշկության պատճառ է լինելու։ Ցավոք սրտի մտածել եմ այնպես, ինչպես աշխարհը կմտածեր, այդ դրսի մտածելակերպը բերեմ մցրել եմ եկեղեցի, եկեղեցի ի նկատի չունեմ այստեղ, բերեմ մցրել եմ Սուրբ Հոգու տաճար իմ մեջ։ Եվ մտածել եմ այսպես, մտածում էի, որ վախենում էի սայթակելուց, վախենում էի սխալվելուց, ցախողվելուց, բա որ հանկարծ սխալ անեմ մի բան, բա որ էսի արդեն ընտանիքս չի, որ սխալ անեմ, ես ծածկեմ, էսի եկեղեցի ես խոսում, հոտ ես խոսում, ժողովուրդ ես խոսում, բա որ սխալ առաջնորդեմ, ոնց եմ կարողանալու դանեմ եւ այս վախերը իմ մեջ, մարդկանց կարծիքները, Աստծո կարծիք ես, վախերը, սարսափի իջելերի մեջ եւ մեծ գիլթ կարի մեջ։ Ես զգացի այդ գիլթը ինձ տարավ միտեղ, որ ես սկսեցի ամեն մեկին գոհացնել, ամեն մեկի հետ սկսեցի իր սրտով գնալ, որպեսզի գոհացնեմ, դե եկեղեցին մեծ էր եւ պիտի ուզեմ չուզեմ մարդկանց հետ լավ ընեի, որ կարողանայի ճշմարտությունը լռում էի, ճշմարտությունը չէի խոսում, որպեսզի մարդկանց գոհացնեմ։ Եվ ամենաշատը վախենում էի Աստծո կարծիքից, մտածում էի, եթե սխալվեմ, Տիրոջս կհիասթափեցնեմ, Տիրոջս կխայտառակեմ,
Կան երեխեք, որ միշտ սիրում են ճիշտ կյանք ապրեն, որ իրանց պապայի, մամայի անունը միշտ բարձր պահեն։ Ես ու քուրիկս տենց ենք եղել, միշտ ձգտել ենք ճիշտ ապրենք, որ մեր պապայի անունը, սենց ինքը իրան լավը զգա, որ ճիշտ երեխեք հա մեծացրե, հա։ Հիմա էլ հոգևոր կյանքի մեջ եմ մտել, սարսափում եմ, վայ մի բան սխալ չանեմ, Աստծուց չխայտառակեմ։ Մտածում էի, Տերս կնեղանա ինձանից, կամ բա որ հանկարծ սխալվեմ ու Տերը ինձի թողի։ Իմ ուժերով փորձում էի հաղթահարեմ իմ տկարությունները, իմ սխալները։ Մի պահ եկավ, սկսեցի անկեղծ Աստծո առաջ եմ ասում, նույնիսկ Աստծուց թաքնվել։ Քչացավ իմ աղոթքները, ամանչում էի բաներ կար, որ սխալ եմ անում կամ սխալ եմ արել, միշտ ընտրում էի մենակ մնամ, առանձին ելնեմ։ Դատապարտությունը ներսից կամանց ինձի քայքայում էր։ Ասեմ, որ սատանան այստեղ է հենց բռնում հավատացյալներին, որպեսզի տանի պարտության։ Եթե քեզ բռնես դատապարտության մեջ, դու պարտված ես արդեն։ Հիմա կասեք, Փաստոր Սիլվիա, բա ոնց է ինքնադատապարտումը քո մեջից վերացավ։ Ես փառք եմ տալի ամենակարող Աստծուն իմ քուրիկիս համար, Ռոզիի համար, որ Աստված նրան օծել ու տվել է մարգարեության պարգև այս եկեղեցում։ Աստծո խոսքը ասում է Եփեսացիս 2:20-ում, առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Քրիստոս Հիսուսն է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերովը, լուրջ ընդունեք խոսքը։ Եկեղեցին մարգարեների, առաքյալների եւ Աստված ընտրեց իր տան մեջ մարգարե, որը ինձ ասաց, ես տենում եմ եւ Տերը ցույց է տվել քո մեջ դատապարտություն կա։ Ոչ ոք չգիտեր, իմ ամուսինը չգիտեր եւ ես ուրախացա, որ ոչ ոք չգիտի, բայց ինքը գիտի ու խոսում է իմ հետ եւ ինքը իմ համար աղոթելով եւ իմ համար ծոմեր պահելով Աստծո ժողովուրդ մեկ անգամ աղոթ կանելիս հենց այդ ժամանակներն էր։ Մոտ 7 տարի, կոնկրետ տարիները չեմ հիշում, բայց գիտեմ այդքան տևեց։ Պատկերացեք, այդքան տևեց, բայց ես շարունակում էի ծառայել ու հավատարիմ մնալ, որովհետև Տերը ինձի չէր թողում։ Եվ մեկ անգամ աղոթ կանելուց Աստծուց խոսք առա առաջի Հովհաննես 4:18 համարը, որը այս խոսքերն ասում։ Վախ չկա սիրո մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախը տանջանք ունի, բայց նա, որ վախենում է, կատարյալ չի սիրո մեջ։ Եվ անմիջապես միտքս լուսավորվեց, եւ որ լուսավորվեց, Աստծո ժողովուրդ, մեկ խոսք Աստծուց բավականա, որ մենք բժշկվենք, դրա համար ասացի, ուշադիր լսեք։ Անմիջապես ես հասկացա, որ խոսքը ասում է, վախ չկա սիրո մեջ։ Եթե սերը իմ մեջ բնակվում է, բախեմ ես սարսափներով ապրում, հասկացա, ուրեմն կատարյալ չեմ ճաշակել Աստծո սերը։ Ճաշակել եմ պահի տակ, բայց չեմ թույլ տվել, որ այդ սերը ինձ առաջնորդ լինի իմ կյանքում։ Եվ սկսեցի ինչ անել, լսում եք, սկսեցի սուզվել Աստծո խոսքի մեջ ու սկսեցի ուտել Աստծո խոսքը։ Երկու կարևոր բաներ իմ համար Աստված բացեց եւ կուզեմ այսօր նաեւ ձեզ համար բացի։ Առաջինը բացվեց, որ ես ճաշակեցի Աստծո անսահման սերը, ինչի մեջ դատապարտություն վախ չկար։ Սա է Տիրոջ ծածկոցը, ինչի մեջ մենք պետք է այսօր հոգևորներս ծածկվենք։ Եվ երկրորդ կարևոր բանը, որ իմ համար բացվեց, հասկացա, որ այն սիրով, որ ինքը ինձ է սիրում, ես էլ այդ սիրով պիտի իրան սիրեմ, նախադասությունը չի վերջացել, եւ մարդկանց սիրեմ։ Այսինքն Աստծո սիրուց կառչիր, ամեն հարցերդ կլուծվի, ամեն հիվանդություններդ կբժշկվի, ամեն կապանքներից կազատվես, մենակ դու հասկացիր սիրո մեծությունը նրա։ Հիմա ես ձեր առջև կանգնած եմ, կենթանի վկա եմ, որ խոսում եմ իմ ձախողումներից, իմ սայթակումներից, իմ սխալներից ու չեմ ամանչում ու ոչ մի դատապարտություն իմ մեջ չկա, այլ հակառակը, դա դարձավ իմ վկայությունը, որ Աստծո կատարյալ սերը
ինձ ազատեց դատապարտությունից, ինչպես անցած շաբաթվա քարոզներ, սիրո վրա կենտրոնանալը, բժշկեց իմ հպարտ սրտի կարգավիճակը, ոչինչ, որ սխալվես, ոչինչ, որ սայթակես, ոչինչ, սխալվում ես, մենք ունենք բարեխոս, մենք ունենք բարեխոս Աստծո ժողովուրդ, որին մենք կարող ենք գնալ, խնդրել, աղոթել, ապաշխարել եւ նա կփրկի մեզ, նա կսրբի մեզ Աստծո ժողովուրդ ջան, Հովհաննես 8:36 եւ ավարտում եմ, ասում է ուրեմն եթե որդին ազատ անի ձեզ, ազատ կլինեք, իսկ որդին ոնց է ազատանում իր սիրո հպումով, իր սերը հպվեց քեզ, դու բժշկված ես ու ազատված ես, ամեն, գիտեք, երբ որ նայում ենք համեմատական առումով, Պետրոսի մեղքը 3 անգամ ուրացավ Աստծուն, Հուդան 1 անգամ ուրացավ Աստծուն, 1 անգամ դավաճանեց, բայց Պետրոսը երբ որ ուրացավ Աստծուն, չթողեց դատապարտությունը իրան տանի կործանման, պարտության, այլ վազեց հետ Հիսուսի մոտ, որտեղ Պետրոսը ճաշակել էր Հիսուսի սերը, բայց Հուդան Հիսուսի հետ քայլելով, Հիսուսի սերը չէր ճաշակել, որտեղ նրա ուշքու միտքը Հիսուսից փող կոպի, տանի, իր ուշքու միտքը փող, գանձանակը կողքը կապի, փող, ինչքան կարա մեջից տանի, շարժառիթ նայեք, դրա համար երբ որ Պետրոսը 3 անգամ ուրացավ, վազեց Հիսուսի մոտ, որտեղ գիտեր սերանա, բայց Հուդան 1 անգամ դավաճանելով ինչ արեց, զղջաց, տարավ 30 արծաթ քահանաներին շպրտեց, բայց չապաշխարեց, որտեղ չէր ճաշակել սերը Աստծո, դրա համար էլ ինքը իրան դատապարտեց, գնաց ու ինքը իրան կախեց, խեղդեց ինքը իրան, դատապարտությունը տանում է կործանման, բայց Աստծո սերը ներում է, ծածկում է մեր մեղքերը, ոչ մեկի չար կարծիքը, ոչ մեկի չար վերաբերմունքը, չար խոսքերը, չար մեղադրանքներն ու որևէ ձեր հանդեպ արարքները չբնութագրի դուք ով եք, դա կարծիքը, եւ բոլորը ազատ են կարծիք կազմելու, ձեզ թող բնութագրի Հիսուս ով է ասում դուք ով եք, եւ Հիսուս ասում է դուք իմն եք, այդ իսկ պատճառով ես խնդրում եմ ձեզ եկեղեցի, ինչ կարգավիճակում ընկնեք, որքան էլ թուլանաք, կառչեք Հիսուսի սիրուց, նա սիրում է մեզ անսահման, Աստծո խոսքն ասում է մայրդ հայրդ քեզ թողի, ես չեմ թողի, այսինքն ինչ էլ մեր կյանքում կատարվի, մեկը կա, որ հավիտյան մեզ հավատարիմ է մնալու, դա ինքն է, մեր հոգու հայրը, մեր Քրիստոս Հիսուս Տերը, կխնդրեմ ոտքի վրա,